Հոկտեմբերի 19-ին մեր ձևով շարժման համախոհները ուխտագնացություն կատարեցին դեպի Սուրբ Էջմիածին, ինչպես հայտարարել էին նախորդ օրն անցկացված հանրահավաքի ժամանակ, ցույց տալու, որ Էջմիածինն անպաշտպան չէ եւ աղոթք հղելու առաստված։ Ինչի համար եք աղոթելու այսօր մարտաճառը։ Երևի վերջնական համերաշխության մեր հասարակության մեջ։ Մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախորդ օրվա հանրահավաքը Ազատության հրապարակում հաջողված էր եւ այսօր ուխտի են եկել իրենց հավատարմությունը հայտնելու Մայր եկեղեցուն։ Շատ ուժեղ էներգիա ենք ստացել անկեղծ ասած եւ շատ քաղաքացիներ միջոցառման ավարտից հետո դա անգամ ընթացքում շատ մոտեցան եւ շատ պարտավորեցնող խոսքեր ասեցին։ Մենք ուխտի ենք եկել Մայրաթոր, կարծում եմ ազգովի Աստծուն խնդրելու շատ բան ունենք, ամենակիչը ամեն մեկից մեր ներսում շատ բան ունենք խնդրելու Աստծուն, մեր հայրենիքի ու մեր ազգի համար եւ այսօր եկել ենք ուխտի եւ այս մեր ուխտով Եվս մեկ անգամ ուզում ենք ցույց տալ, որ հայ ազգը կանգնած է եկեղեցու կողքին, հայ ազգը կանգնած է Մայրաթորի կողքին եւ թող X մարդիկ հստակ տեսնեն, որ մենք մեր Սուրբ եկեղեցու կողքին ենք եղել, կանք եւ լինելու ենք մեր եկեղեցու կողքին։ Իսկ առհասարակ որպես ուխտ առաջիկայում էլի պլանավորվում են մի քանի ուխտագնացություններ, որոնց մասին հավելյալ կներկայացնենք։ Ես շատ ուրախացա, որ նկատում եմ, որ մեր շուրջը հիմնական նաև երիտասարդներն են, այսինքն երիտասարդները անտարբեր չեն այս հարցի շուրջ, եւ դա շատ գովելի է, քանի որ տարիներ շարունակ հենց մեր պետության պահպանության հիմքը եղել է եկեղեցին եւ եկեղեցու շնորհիվ է, որ մենք այսօր ունենք պետություն։ Երիտասարդների կողմից նկատում եմ, որ ունեն հետաքրքրություն եւ անտարբեր չեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու համար եւ նրանք նույնպես այսօր գտնվում են այս ուխտագնացությանը, որը կազմակերպել է մեր ձևով շարժումը։ Այսօրվա ուխտագնացության նպատակը իմ կարծիքով դա է, որ քանի որ ժողովուրդը վստահում է մեր ձևով շարժմանը, վստահում է մեզ, վստահում է Սամվել Կարապետյանին ու դրանից ենթադրվում է, որ մենք իրավունք չունենք ուղղակի ժողովրդի հույսը, հավատը չարդարացնելու։ Տարիներ շարունակ 2015-ից 16, 18 թվականներին եկեղեցու սպասավորները եղել են տարբեր տեսակի հանրահավաքներին եւ այլն, եւ նրանք եղել են պատնեշ ոստիկանության եւ ժողովրդի միջև առաջին հարվածը իրենց վրա վերցնելով։ Այժմ մեր հերթն է, ժողովրդի հերթն է պաշտպան գալու եկեղեցուն, այժմ մեր հերթն է լինելու այն պատնեշը, որը որ ուժայինների եւ եկեղեցու միջև պաշտպանելու մեր եկեղեցին, սա մեր ամեն մեկիս խղճի պարտականությունն է եւ ինչպես որ երեք, այնպես էլ այսօր բոլորը այստեղ եկել են բացառապես իրենց խղճի ձայնը լսելով։ Այսօրվա ուխտագնացության խորհուրդը այն է, որ մեր բոլոր հայրենագիստերը, մենք բոլորս, մեր ձևով շարժման անդամները եւ ոչ միայն եկեղեցու կողքին ենք, մենք միջև վերջ լինելու ենք եկեղեցու կողքին, որովհետեւ ոչ մի իշխանություն, ոչ մեկ իրավունք չունի եկեղեցու տերն ու կարեւորությունը ինչ որ տարբերակով, ինչ որ ձևով մսեմացնելու ու կանգնելու ենք միջև վերջ եկեղեցուն, որովհետեւ հավատացնում եմ ձեզ, եթե հանգարց առաջինը քրիստոնեություն ընդունող ազգը նման կերպ վարվի իր եկեղեցու հետ, դա խայդարագություն կլինի, դա աբսուրդ կլինի։ Իմ համար ուխտագնացությունը ամեն առավոտ եւ երեկո է, առավել եւս կիրակի։ Իսկ այսօրվա համար ել ավելի կրկնակի է եւ ուրախությունը, եւ պատասխանատվությունը, եւ զգացումը, քանի որ իրապես քրիստոնյա հավատավոր ժողովրդով հավաքված ենք ստեղ։ Եվ ավելի քան համոզված եմ, որ մեր աղոթները, մեր աղոթքը առաստված կհասնի մեր քաղբանտարկյալներին, հայ առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորներին եւ մշտարթուն լինելու համար ավելի զգոն, ավելի սթափ գնահատելու իրավիճակը։ Մեզ համար նորմալ չէ, որ հայ մեծանուն բարերարը եւս 30 օրով պետք է ապօրինի կալանքի տակ գտնվի։ Մենք չենք հավաքվել ուղակի, չենք հավաքվել ուղակի լսելու ելույթներ, չենք հավաքվել ուղակի քայլերթ կատարելու, մենք հավաքվել ենք կոնկրետ
ուղերձներ հղելու, որովհետև մեր սահմանադրությունը որպես բարձրագույն իրավական ակտ ընդգծել է մեր եկեղեցու բացառիկ դերը ու առաքելությունը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունը բաշխեց մեր ձևով շարժման կողմից դեպի համայն հայության հոգևոր կենտրոն կազմակերպված ուխտագնացության հազարավոր մասնակիցներին։ Մեր ձևով ժողովրդական շարժման մայրաթոր կատարած ուխտագնացությունը եզրափակվեց մոմավառությամբ։